նախին քաղաքապետերի 90%-ը դա։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակակոռուպցիոն դատարանում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պետք է տարածվի նաև այդ ժամանակաշրջանի մարզպետների և մի շարք նախարարների վրա։ Ըստ Ղուկասյանի, մարզպետարանները մշտապես վերահսկել են քաղաքապետարանի ու քաղաքաշինության բաժնի գործունեությունը, ուստի պատասխանատվություն պետք է կրեն նաև ոլորտային նախարարները, վերահսկողական ծառայությունների պետերը և վերահսկիչ պալատը, որոնք պարբերաբար ստուգումներ են իրականացրել համայնքում։ Նա ընդգծել է, որ քաղաքապետարանի բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները եղել են մարզպետարաններում, ինչը ենթադրում է վերադաս մարմինների լիակատար տեղեկացվածություն և վերահսկողություն կատարված գործողությունների նկատմամբ։ Քաղաքաշինության նախարարին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դեռ չի վիրահատվել և հայտնի չէ, թե երբ կկատարվի վիրահատությունը։ Իզմիրյան բժշկական կենտրոնից, որտեղ 10 օրից ավելի գտնվում է սրբազանը, լրատվամիջոցներին հայտնել են, որ վիրահատությունը հետաձգվել է անհայտ ժամանակով, քանի որ շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է, որը պետք է կարգավորել, հետո նոր վիրահատել։ Ազգային անվտանգության ծառայությունն ու քննչական կոմիտեն բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններով։ Զանգերի կենտրոնի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան $80,000 ոսկե ազարդեր, համակարգիչներ և հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր ու հաշիվներ։ Առգրավվել են հատուկ ձևափոխված բջջային հեռախոսներ, փակված տեսախցիկներով, վիրտուալ հեռախոսահամարներ, զոհերի հետ նամակագրություններ և զանգերի հատուկ սցենարներ։ Հայտնաբերվել են խաբված քաղաքացիների անձնագրերի լուսանկարներ, անձնական տվյալներ և հափշտակությունների վերաբերյալ թվային հաշվետվություններ։ ԱԱԾ-ն ու քննչականը փորձում են պարզել հանցավոր կազմակերպության ղեկավարների և բոլոր անդամների ինքնությունը։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է ավարտին հասցնել կապսի ջրամբարի կառուցումը, պարզաբանելով, որ շինարարությունը կասեցվել է մրցույթը շահած ընկերության պարտավորությունները չկատարելու պատճառով։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ միջազգային մրցույթը շահած ընկերության հետ պայմանագիրը դադարեցվել է։ Խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է, կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի։ Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին, Փաշինյանը նշել է. «Մեջբերում հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կա ցանկություն ռազմավարական համագործակցության»։ Հայաստանի գործարարը Նիկոլ Փաշինյանի կարծիքով Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտնելը ճիշտ որոշում է, հաշվի առնելով փաստը, որ Ալիևը համաձայնել է Հայաստան բեռներ տեղափոխվեն Ադրբեջանի տարածքով։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նաև նշել է, որ տեղի ունեցած իրադարձությունները ունեն շատ մեծ կարևորություն եւ երախտագիտության խոսքը կարևոր է հատկապես ԵԱՏՄ-ի համար։ Կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում, ընդ որում չի տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրի, որովհետեւ դա կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար։ Որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջերս արված հայտարարությանը 2026 թվականին Հայաստանի հետ խորհրդանշական քայլերի գնալու մասին, Փաշինյանը ողջունել է Թուրքիայի պատրաստակամությունը եւ հավելել, որ հասունացել է կոնկրետ քայլերի գնալու պահը։ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել արցախցի 58-ամյա Կարեն Ավանեսյանին։ Ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած վարկածի, Ավանեսյանը զինված փորձել էր մոտենալ հանրային միջոցառման վայրին, որտեղ Իլհամ Ալիևն էր, սակայն ոստիկանները կանխել են։ Բաքվի ուժայինները պնդում են, որ տղամարդը դիմադրություն է ցույց տվել, կրակ բացել եւ նռնակներ նետել իրավապահների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակով վիրավորվել է եւ ձերբակալվել։ Շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է լուծարել հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերություն Փակbaşıնի տիրական ընկերությունը, նույն Շողակաթ հեռուստաընկերությունը։ Սա տեղի է ունենում Հայաստանի կառավարության եկեղեցու դեմ սկսած արշավի ֆոնին։ Դեռ ամիսներ առաջ էր հեռուստաալիք հայտնվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների թիրախում, եւ նրանք պարբերաբար առաջարկում էին լուծարել այն եւ բյուջեով նախատեսված գումարը տալ հանրային հեռուստաընկերությանը կամ ռադիոյին։ Ընկերության գործունեության հիմնական տեսակը հոգևոր եւ մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։
Մայրաթորը զրկվել է պետության հողերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու հնարավորությունից։ Որոշումն այսօր ընդունել է կառավարությունը։ Այսուհետ Մայրաթորը պետությունից տարածքներ կստանա անհատույց օգտագործման իրավունքով, դրանք կմնան պետության սեփականությունը։ Հայաստանից արտահանվող ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի 3-րդ երկիր արտահանման վրա արգելք է դրվել 6 ամսով։ Սա չի վերաբերում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանմանը։ Ըստ որոշման այս ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում շուկայի պահանջարկը, ինչն ապահովում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6-ից։ Իրաքի առաջին տիկինն այցելել է Իրաքի հայկական եկեղեցի և տեսանյութ հրապարակել։ Շանազ Ահմեդ Իբրահիմը Իրաքի հայոց թեմի առաջնորդ օշական եպիսկոպոս Գյուրգյուրյանի հետ շրջել է տաճարում, ծանոթացել եկեղեցու պատմությանն ու հոգևոր նշանակությանը։ Այցի վերջում նա շնորհակալություն է հայտնել եպիսկոպոսին բարեհամբույր վերաբերմունքի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել են շարունակել ռազմական գործողությունները Գազայում, Լիբանանում և Սիրիայում։ Մենք մեզ հաստատել ենք որպես տարածաշրջանային տերություն, իսկ որոշ ոլորտներում նաև գլոբալ, որը մեզ ավելի է մտերմացրել շատ այլ երկրների հետ, ասել է Նեթանյահուն։ Նա կարևորել է Համասի և Հզբոլահի զինաթափման հարցը։ Իսրայելի վարչապետի խոսքով Համասը հարձակման է պատրաստվում, որն ուղղակիորեն հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնագրի։ Իսրայելը Գազայում Համասի և Լիբանանում Հզբոլահի հետ հրադադարի համաձայնագրեր է ստորագրել, սակայն շարունակում է ժամանակ առ ժամանակ ռազմական հարվածներ հասցնել, որոնք Թել Ավիվի խոսքով ուղղված են ահաբեկիչներին և ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման 115 անդամի։ Նրանք կասկածվում են Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների նախաշեմին հարձակումներ պլանավորելու համար։ Այդ հարձակումների թիրախում պետք է լինեին ոչ մուսուլմանները։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել են զինամթերք։ Պարզվել է, որ ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում։ Այս պահին որոնվում են խմբավորման մյուս անդամները։ Մոսկվայի Վարշավսկայա պլազա առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Կրակը տարածվել է շուրջ 300 քառակուսի մետր տարածքում։ Ավելի քան 60 մարդ տարհանվել է։ Օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ հրդեհը ժամեր անց մարվել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սուրբ Ծննդյան ապշեցուցիչ շնորհավորական ուղերձ է հղել։ Զելենսկու խոսքով այսօր բոլորը նույն երազանքն ունեն մեջբերում, որ նա մահանա։ Ենթադրվում է, որ Զելենսկին նկատի ունի Ռուսաստանի նախագահին։ Ուկրաինայի ղեկավարը ռուսներին անվանել է անաստված։ Ուկրաինացիները վաղուց հավատում են, որ Սուրբ Ծննդյան նախօրեին երկինքը բացվում է, եւ եթե դուք նրանց պատմեք ձեր երազանքի մասին, այն անպայման կիրականանա։ Ռուսները անաստված են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ։ Այսօր մենք բոլորս ունենք մեկ երազանք, որ նա մահանա։ ԱՄՆ տոնածառի և գեղեցիկ զարդարանքների ֆոնին Զելենսկին հայտարարել է, որ այժմ ոչ թե կարևոր են տոնական ձևավորումն ու ճոխ սեղանը, այլ այն, որ ձեր հարազատները ողջ են ու ձեր կողքին։ Զելենսկու Սուրբ Ծննդյան շնորհավորանքները թվում են ոչ պատշաճ և դառնացած, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը։ Զելենսկին ինքնին թվում է սահմանափակ ինտելեկտ ունեցող մարդ, ով ստիպում է մտածել։ Նա ունակ է արդյոք ռացիոնալ որոշումներ կայացնել, շեշտել է Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Պուտինն արդեն շնորհավորել է Թրամփին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Ռուսական Չելյաբինսկից են այս կադրերը։ Մինչև քաղաքացու մեքենայի կապոտին հայտնվելը, այս խաչմերուկում բախվել է մի այլ մեքենայի ու փորձել փախչել դեպքի վայրից։ Վնասված մեքենայի վարորդը թռել է մեքենայի կապոտին, թե ինչ է տեղի ունեցել հետո, դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Փախուստի փորձ արածին ձերբակալել են և սպառնում է 15-օրյա կալանք։ Նախնական տվյալներով նա եղել է ոչ թափ վիճակում։ ԱՄՆ-ում երկու տղամարդ փորձել են գողանալ սուպերմարկետում տեղադրված բանկոմատը, բայց ճանապարհին կորցրել են այն։ Գողերը մուրճով կոտրել են պատուհանը և պարանով կապել մեքենային։ Նրանց հաջողվել է տանել սարքը, բայց ճանապարհին այն պոկվել է։
to all of them. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին տիկնոջ հետ պատասխանել է տարբեր երեխաների հեռախոսազանգերին եւ շնորհավորել Սուրբ Ծննդի առիթով։ Թրամփը փոքրիկներին հարցրել է, ինչպես են իրենք պահել իրենց այս տարի, ինչ նվեր են ուզել Սանտայից, խոսել թխվածքաբլիթների դիվանագիտության մասին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ սրանով կարող է զբաղվել ամբողջ օրը, սակայն պետք է վերադառնա Չինաստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի So do you have a հարցերին։ question for Sam? Իտալիայում լույսերից հսկայական տոնածառ են պատրաստել։ Զարդարանքը գրավել է 750 մետր բարձրություն ունեցող լանջի սաղարթախիտ տարածքը։ Գունավոր լույսերը բնակիչներին հաղորդել են ամանորյա տրամադրություն։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում անցկացվող փառատոններից մեկի ժամանակ սալսա է պարել մարդանման ռոբոտի հետ։ Միջոցառման ժամանակ Մադուրոն նաև շնորհավորել է ԱՄՆ-ի բնակիչներին Սուրբ Ծննդի կապակցությամբ։